Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Ավանդույթի համաձայն սկզբում շնորհակալության խոսքն եմ ուղղում բոլոր նրանց, ովքեր որ մշտապես մեզ հետևում են, աջակցում են տարբեր հնարավոր տարբերակներով։ Դա կլինի նյութերը հավանելը, լայք դնելը, թե բաժանորդագրվելը ալիքին։ Նախքան ԱՄՆ Իրան վերջին զարգացումներին անցնելը համայնքային մեկ լուր։ Նորթ Հոլիվուդում գտնվող լքված տան տարածքը երկար տարիներ է թմրանյութերի եւ ապօրինի գործունեության կենտրոն է դարձել։ Վառնապողոտայում գտնվող մարդիկ ասում են, որ վերջին 10 տարիների ընթացքում ապրում են մշտական վախի պայմաններում։ Տարածքը վերածվել է աղբով լցված թմրանյութերի օգտագործման վայրի։ Տեսախցիկները ֆիքսել են անգամ տարածքում հավաքված մարդկանց հրազենով։ Բնակիչները բազմաթիվ անգամներ դիմել են համապատասխան մարմիններին, սակայն երկար ժամանակ որևէ քայլ չի ձեռնարկվել։ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը վերջապես պաշտոնապես ճանաչել է այս գույքը որպես խնդրահարույց տարածք։ Խորհրդի անդամ Ադրին Նազարյանն ասել է, ոչ ոք չպետք է ապրի վախի մեջ իր սեփական համայնքում, եւ սա է եղել գերական քվեարկության ժամանակ։ Նրա խոսքով վերջին 3 տարիների ընթացքում այս գույքի հետ կապված գրանցվել է ոստիկանության եւ հրշեջ ծառայության 28 կանչ, 18-ը նախաձեռնվել են համայնքի անդամների կողմից, իսկ 10-ը ոստիկանության։ Ադրին Նազարյանը պաշտոնը ստանձնել է 2024 թվականին։ Մենք արագ քայլեր ձեռնարկեցինք, գույքը ճանաչվեց որպես խնդիր առաջացնող տարածք, նշել է նա։ Ըստ նրա, ապօրինի բնակվողներն արդեն լքել են տարածքը եւ շաբաթվա վերջում այն ամբողջությամբ կմաքրվի։ Նրա գրասենյակն այժմ աշխատում է քաղաքային սանիտարական ծառայությունների հետ սկսելու տարածքի մաքրման իրավական գործընթացը, որի ծախսերը կգանձվեն գույքի սեփականատիրոջից։ Եթե սեփականատերը հրաժարվի վճարել, ապա քաղաքը կարող է գույքը օգտագործել որպես գրավ։ Ժամեր առաջ հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատը հերթական անգամ մերժել է դեմոկրատների նախաձեռնությունը, որը նպատակ ուներ սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Քվեարկության արդյունքում 47 կողմ եւ 52 դեմ ձայներով մերժվել է բանաձևը, որը պահանջում էր, որ Միացյալ Նահանգները դուրս բերի իր ուժերը հակամարտությունից, մինչև կոնգրեսը պաշտոնապես թույլատվություն տա հետագա ռազմական գործողություններին։ Դեմոկրատները պնդում են, որ այս պատերազմը ոչ միայն չարտոնված է, այլ նաեւ հակասում է սահմանադրությանը, քանի որ կոնգրեսը չի տվել համապատասխան լիազորում։ Սակայն հանրապետականները շարունակում են աջակցել նախագահ Դոնալդ Թրամփին, նշելով, որ ներկայիս իրավիճակում անհրաժեշտ է վստահել նախագահի ռազմական ղեկավարությանը։ Նրանց համոզմամբ Իրանի միջուկային ծրագիրը եւ տարածաշրջանում ստեղծված բարձր ռիսկերը պահանջում են կոշտ եւ արագ արձագանք, ինչը հնարավոր է միայն կենտրոնացված ղեկավարությամբ։ Բայց հանրապետական կուսակցության ներսում արդեն աճում են մտահոգությունները, որ երկարատև պատերազմը կարող է քաղաքական եւ ռազմական ծանր հետևանքներ ունենալ։ Որոշ հանրապետական սենատորներ արդեն ակնարկել են, որ ապագայում կարող են վերանայել իրենց դիրքորոշումը, եթե հակամարտությունը ձգձգվի եւ արդյունքները չարդարացնեն սպասումները։ Սա արդեն 4-րդ դեպքն է այս տարվա ընթացքում, երբ Սենատը փաստացի փոխանցում է իր ռազմական լիազորությունները նախագահին, թույլ տալով շարունակել գործողությունները առանց լրացուցիչ վերահսկողության։ Նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի տաղավարում մեկնաբանել է Իրանի դեմ սահմանված ծովային շրջափակման ազդեցությունը, նշելով, որ արձագանքը գերազանցել է սպասելիքները։ Հարցազրույցում նախագահը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում իրականացվող շրջափակումը տվել է զարմանալի արդյունքներ եւ առաջացրել է ավելի ուժեղ արձագանք, քան նախորդ ռազմական գործողությունները։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների գործողությունները լուրջ հարված են հասցրել հակառակորդին եւ այժմ հիմնականը վերջնական արդյունքն է։ Թրամփը նաև ընդգծել է, որ իրավիճակը կարող է արագ զարգանալ դեպի ավարտ, եթե հակառակ կողմը պատրաստ լինի համաձայնության գալ։ Եթե նրանք խելացի լինեն, ամեն ինչ կարող է ավարտվել շատ շուտ, ասել է նախագահ Թրամփը։ Սպիտակ տանը մամուլի ճեպազրույցում ներկայացվել է Իրանի շուրջ սրվող իրավիճակը, ներկայացնելով թե ռազմական, թե տնտեսական ճնշման նոր փուլը։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից սահմանված նավային շրջափակումը ամբողջությամբ ուժի մեջ է եւ կիրառվում է բոլոր նավերի նկատմամբ, որոնք մուտք են գործում կամ դուրս գալիս Իրանի նավահանգիստներից։ Նրա խոսքով այս քայլն ուղղված է Իրանի տնտեսական հնարավորությունների սահմանափակմանը, բանակցությունների ընթացքում ճնշում գործադրելու նպատակով։ Քերոլայն Լևիթը հատուկ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները միաժամանակ պահպանում են նավարկության ազատությունը այլ երկրների համար, սակայն թույլ չի տալիս որևէ գործունեություն, որը կարող է աջակցել Իրանի տնտեսությանը։ Նա նաև անդրադարձել է բանակցություններին, նշելով, որ չնայած հրադադարի հնարավոր երկարաձգման մասին շրջանառվող տեղեկություններին, պաշտոնական համաձայնություն դեռևս չկա։ Խոսնակն ասել է, որ հնարավոր հաջորդ հանդիպումները ամենայն հավանականությամբ կրկին կանցկացվեն նույն վայրում եւ նույն միջնորդի մասնակցությամբ։ Նրա խոսքով բանակցությունները շարունակվում են ակտիվ փուլում եւ Սպիտակ տունը լավ է գնահատում առաջընթացը։ Իրանի նկատմամբ ճնշման տնտեսական բաղադրիչը ներկայացրել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, որը հայտարարել է, որ վարչակազմը սկսել է տնտեսական ճնշման նոր փուլ, առավել խիստ պատժամիջոցներով։
Բեսենտի խոսքով Միացյալ Նահանգները պատրաստ է կիրառել երկրորդային պատժամիջոցներ այն երկրների եւ ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք համագործակցում են Իրանի հետ կամ ներգրաված են իրանական նավթի վաճառքի մեջ։ Նա նշել է, որ արդեն զգուշացումներ են ուղարկվել որոշ միջազգային բանկերի հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ։ Լրագրողների հարցերին, արդյոք տնտեսական դժվարությունները, մասնավորապես բենզինի բարձր գները, արդարացված են, Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիտը պատասխանել է, որ վարչակազմը դիտարկում է այս փուլը որպես կարճաժամկետ դժվարություն երկարաժամկետ ռազմավարական նպատակի համար։ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները ներկայացրել են իմպիչմենտի հոդվածներ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ, նրան մեղադրելով Իրանի պատերազմի կառավարման եւ պաշտոնավարման ընթացքում լուրջ խախտումների մեջ։ Նախաձեռնությունը գլխավորել է Արիզոնայից կոնգրեսական Յասամին Անսարին, որի ներկայացրած փաստաթղթում ընդգրկված է 6 հիմնական մեղադրանք։ Դրանք ներառում են Իրանի դեմ չարտոնված պատերազմ վարելը եւ ամերիկացի զինվորների կյանքը վտանգի ենթարկելը, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ եւ քաղաքացիական թիրախների հարվածներ, գաղտնի ռազմական տեղեկատվության անփույթ կառավարում, Կոնգրեսի վերահսկողությանը խոչընդոտում, իշխանության չարաշահում եւ զինված ուժերի քաղաքականացում, ինչպես նաեւ գործողություններ, որոնք վնասում են Միացյալ Նահանգների եւ նրա բանակի հեղինակությանը։ 7 էջանոց փաստաթուղթը պնդում է, որ Հեգսեթը կատարել է հանցագործություններ եւ իրավախախտումներ, ինչը սահմանադրությամբ սահմանված հիմք է իմպիչմենտի համար։ Դեմոկրատները նշում են, որ նա անտեսել է սահմանադրությունը, չարաշահել լիազորությունները եւ գործել օրենքի գերակայությանը հակասող ձևով։ Մեղադրանքների շարքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Իրանում տեղի ունեցած հարվածներին, այդ թվում փետրվարի 28-ի ռմբակոծությանը, որի հետևանքով զոհվել են 100-ից ավելի դպրոցական երեխաներ։ Նախնական ամերիկյան գնահատականը ենթադրում է, որ հարվածը հավանաբար իրականացվել է ԱՄՆ կողմից, սակայն թիրախավորումը դիտավորյալ չի եղել եւ կարող է լինել սխալ։ Փաստաթուղթը նաեւ հիշատակում է Հեգսեթի հայտարարությունները, մասնավորապես ոչ մի խնայողություն եւ ոչ մի ողորմություն թշնամիների նկատմամբ, ինչը ըստ հեղինակների կարող է հակասել Ժնևյան կոնվենցիաներին եւ ԱՄՆ միջազգային պարտավորություններին։ Սակայն այս նախաձեռնությունը ամենայն հավանականությամբ նվազագույնը այս տարի հաջողություն չի ունենա, քանի որ ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը պատկանում է հանրապետականների։ Դեմոկրատները նշում են, որ կարող են վերակենդանացնել գործընթացը, եթե միջանկյալ ընտրություններից հետո վերահսկողություն ստանան պալատի նկատմամբ։ Նշեմ, որ Միացյալ Նահանգների պատմության ընթացքում միայն 2 նախարար են ենթարկվել իմպիչմենտի՝ պատերազմի նախարար Վիլյամ Բելքնապը 1876 թվականին եւ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը 2024 թվականին։ Առաջին դեպքում Սենատը արդարացրել է մեղադրյալին, իսկ երկրորդում գործը փակվել է Սենատում դեռ դատավարության սկզբում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը դատապարտել է անվտանգության ուժերի դեմ իրականացված հարձակումները։ Թեհրանում Կարմիր մայրիկի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ այդ հարձակումները նպատակ ունեին ապակայունացնել երկիրը եւ ներքին անկարգություններ հրահրել։ Մասուդ Փեզեշքյանի խոսքով հարձակվողները փորձել են թիրախավորել իրավապահ մարմիններին եւ քաղաքացիական օբյեկտները, հույս ունենալով բաժանել հասարակությունը եւ ստեղծել քաոս։ Սակայն նրա պնդմամբ այդ փորձերը ձախողվել են։ Նախագահն ընդգծել է, որ հակառակ սպասումների Իրանի քաղաքացիները դուրս են եկել աջակցելու պետությանը, մերժելով բռնությունը եւ ցույց տալով միասնականություն։ Փեզեշքյանը հայտարարել է, որ հասարակությունը ոչ միայն չի տրվել սադրանկներին, այլ նաեւ ցուցադրել է դիմադրություն այն ճնշումների նկատմամբ, որոնք ըստ նրա գալիս են արտաքին ուժերից։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ անդրադարձել է Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, տարածաշրջանային անվտանգությանը եւ վերջին զարգացումներին։ Բաղային վերահաստատել է, որ Իրանը երբեք չի ձգտել եւ չի ձգտում միջուկային զենք ունենալ, ընդգծելով, որ երկրի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ ունի։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների կողմից շարունակվող մեղադրանքները ոչ միայն անհիմն են, այլ նաեւ ցույց են տալիս քաղաքական անորոշություն եւ իրական մտադրությունների բացակայություն։ Նա շեշտել է, որ Իրանը չի պատրաստվում ապացուցել մի բանի բացակայությունը, որը գոյություն չունի եւ միջուկային զենքի թեման օգտագործվում է որպես ճնշման գործիք։ Խոսելով հնարավոր նոր բանակցությունների մասին, նա հաստատել է, որ Իրանը հյուրընկալել է պակիստանյան պատվիրակությանը, որի ընթացքում քննարկվել են կողմերի դիրքորոշումները եւ հնարավոր բանակցությունների շարունակությունը։ Նրա խոսքով, եթե բանակցությունները վերածվում են պարտադրանքի, ապա դրանք այլևս բանակցություններ չեն, այլ թելադրանք, որը Իրանը չի ընդունելու։ Նա հավելել է, որ Իրանի առաջնային նպատակը սեփական ազգային շահերի պաշտպանությունն է, ներառյալ պատժամիջոցների վերացումը եւ պատերազմի հետևանքով հասցված վնասների փոխհատուցումը։ Ամփոփելով, Էսմայիլ Բաղային ընդգծել է, որ Իրանը պատրաստ է շարունակել դիվանագիտական գործընթացը, սակայն միայն այն պայմանով, որ այն հիմնված լինի փոխադարձ հարգանքի, հավասարության եւ իրական քաղաքական կամքի վրա։ Միևնույն ժամանակ Թեհրանը շարունակում է զգոն մնալ եւ պատրաստ է արձագանքել ցանկացած հնարավոր սպառնալիքի, նշել է խոսնակը։
Այսօր մի հոդված կարդացի, որը հրապարակել էր Երուսաղեմի եբրայական համալսարանի քաղաքական հոգեբան Նիմրոդ Նիրը եւ անդրադարձել էր հարցումների, ըստ որոնց Իրանի դեմ պատերազմը պետք է դառնար որոշիչ հաղթանակ, որը կապահովեր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տեղը պատմության մեջ։ Սակայն հակամարտությունից ավելի քան 6 շաբաթ անց նա չի կարողացել ռազմական հաջողությունները վերածել քաղաքական ձեռքբերումների, նշել է նա։ Նրա խոսքով իսրայելցիների մեծամասնությունը այս պատերազմը համարում է ձախողում։ Միայն մոտ 10%-ն է այն գնահատում որպես նշանակալի հաջողություն, մինչդեռ ավելի քան 30%-ը կարծում է, որ դա լիակատար ձախողում է։ Ըստ հարցումների, չնայած Իսրայելի հզոր ռազմական ուժին, նրա հակառակորդները տարբեր ճակատներում իրոք որ թուլացել են, սակայն ամբողջությամբ չեն չեզոքացվել։ Իսրայելա-ամերիկյան ինտենսիվ օդային հարվածներից եւ բարձր մակարդակի առաջնորդների կորստից հետո էլ Իրանը շարունակում է մնալ հաստատակամ։ Իրանի միջուկային պաշարները պահպանվում են, հրթիռային կարողությունները ապացուցվել են եւ այն շարունակում է վերահսկողություն ունենալ Հորմուզի նեղուցի նկատմամբ, որը համաշխարհային նավթի հոսքի մոտ 1/5-ի հիմնական ուղին է։ Համաս խմբավորումը չի զինաթափվել ու չի վերացվել։ Հեզբոլլահը շարունակում է հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի հյուսիսին Լիբանանից։ Այս վերլուծությանը եւ հարցումներին զուգահեռ Նեթանյահուն շարունակում է առաջ մղել իր քաղաքական գիծը։ Արշավը դեռ ավարտված չէ, սակայն մենք արդեն կարող ենք խոսել պատմական ձեռքբերումների մասին։ Հիշեցնեմ, թե որտեղ էինք մենք։ Իրանը փորձում էր խեղդել մեզ Գազայում Համասի, Լիբանանում Հեզբոլլահի, Սիրիայում Ասադի ռեժիմի, Իրաքի աշխարհազորայինների, Եմենի հութիների միջոցով, ինչպես նաև հենց Իրանի միջոցով։ Նրանք ուզում էին մեզ խեղդել, բայց մենք խեղդեցինք նրանց։ Նրանք սպառնում էին մեզ ոչնչացնել, իսկ այժմ իրենք են պայքարում գոյատևելու համար, հայտարարել է Նեթանյահուն։ Տարածաշրջանի քաղաքական վերլուծաբաններն էլ նշում են, որ Նեթանյահուն քաղաքական գին է վճարում այս ռազմական արշավի համար, որը սկսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ չի բերել վճռական արդյունքի։ Նեթանյահուի վարկանիշը հիմա նվազել է եւ հոկտեմբերի վերջում նախատեսվող խորհրդարանական ընտրությունների ֆոնին նրա առջեւ կանգնած քաղաքական ռիսկերը աճում են։ Տվյալների համաձայն իսրայելցիների 70%-ը չի հավատում, որ հասարակությունը ստանում է Իրանի վերաբերյալ ամբողջական եւ իրական պատկեր։ 15%-ից էլ քիչն է հավատում, որ Նեթանյահուի այն հայտարարությունները, թե Իրանը երբևէ այսքան թույլ չի եղել, իրականությանը համապատասխանում են։ Միաժամանակ վարչապետ Նեթանյահուն քննադատել է բոլորին, ովքեր իր խոսքով նվազեցնում են Իսրայելի ձեռքբերումները Իրանի դեմ գործողություններում, շարունակելով ընդգծել, որ Իսրայելը դարձել է ավելի ուժեղ, իսկ Իրանը ավելի թույլ։ Նեթանյահուն հայտարարել է, որ բանակը շարունակում է ակտիվ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում թիրախավորելով Հեզբոլլահի դիրքերը։ Նրա խոսքով մարտական գործողությունների հիմնական ուղղությունը ներկայումս Բինջ Բել քաղաքն է, որը նա բնութագրել է որպես Հեզբոլլահի գլխավոր հենակետ հարավային Լիբանանում։ Նեթանյահուն նաև անդրադարձել է Իրանի հարցին, նշելով, որ ԱՄՆ-ի հետ սերտ կապի մեջ են եւ ունեն նույն ռազմավարական նպատակները։ Նրա խոսքով այդ նպատակներն են Իրանից հարստացված նյութերի հեռացում, միջուկային հարստացման ծրագրի դադարեցում, Հորմուզի նեղուցի բացում։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ իրավիճակը դեռևս անկանխատեսելի է։ Վարչապետը նշել է, որ վաղ է խոսել հակամարտության ավարտի մասին եւ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի, եթե ռազմական գործողություններ վերսկսվեն ամբողջ ծավալով։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինն էլ հայտնել է, որ բանակն արդեն ոչնչացրել է ավելի քան 1700 զինյալ եւ շարունակում է հետապնդել Հեզբոլլահի ցանկացած վայրում։ Անդրադառնալով Լիբանանի հարավում ընթացող գործողություններին, Իսրայելի բանակի խոսնակը նշել է, որ այժմ միաժամանակ գործում են մի քանի դիվիզիաներ, օդային եւ ծովային աջակցությամբ։ Նրա խոսքով շարունակվում է զինված խմբավորումների ենթակառուցվածքների ոչնչացումը, այդ թվում հրթիռային կայանների եւ այլ ռազմական միջոցների վերացումը։ Հրադադարի հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան Դեֆրինը նշել է, որ Իսրայելի բանակը գործում է քաղաքական ղեկավարության որոշումների շրջանակում եւ ներկայացնում է տարբեր գործողությունների տարբերակներ, սակայն այս պահին ռազմական գործողությունները շարունակվում են անկախ Լիբանան-Իսրայել ուղիղ բանակցություններին։ Մերձավոր արևելքում շարունակվող պատերազմը լուրջ ազդեցություն է թողնում նաև ավիացիոն ոլորտի վրա։ Ավիաընկերությունները ստիպված են վերանայել իրենց չվերթների ժամանակացույցը եւ գները, արձագանքելով նավթի եւ ավիավառելիքի կտրուկ տատանումներին։ Ամենանշանակալի փոփոխություններից մեկը գրանցվել է North Atlantic Airways ընկերությունում, որը հայտարարել է, որ ամբողջությամբ դադարեցնում է LAX-ից, այսինքն Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից իր ամառային չվերթները։ Խոսքը վերաբերում է Լոս Անջելեսից դեպի Լոնդոն, Փարիզ եւ Հռոմի օդանավակայաններ ուղիղ կապերին,
գներին։ Ընկերությունը իր որոշումը բացատրել է վառելիքի գների կտրուկ աճով եւ մատակարարման անորոշությամբ, նշելով, որ նման պայմաններում չի կարող ապահովել կայուն եւ պատասխանատու շահագործում։ Հաճախորդներին առաջարկվում է ամբողջական փոխհատուցում, թռիչքային վարկեր հավելյալ բոնուսով կամ տոմսերի վերագրանցում այլ ամսաթվերի համար։ Այս իրավիճակում North Atlantic Airways-ը որոշել է կենտրոնանալ ամենաարևելյան ափից իրականացվող չվերթների վրա, հիմնականում Նյու Յորքից եւ Օրլանդոյից, ինչպես նաեւ զարգացնել դեպի Բանգկոկ եւ Քեյփթաուն ուղղությունները, որոնք համարվում են ավելի կայուն այս փուլում։ Նշվում է նաեւ նույնիսկ եթե նավթի գները սկսեն նվազել, ավիաընկերությունները չեն կարող արագորեն իջեցնել տոմսերի գները, քանի որ շուկայի կայունացման գործընթացը կարող է տևել ամիսներ։ Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը միացել է կոնգրեսի երկու կուսակցությունների ներկայացուցիչներին նպաստելու խնամակալության համակարգում գտնվող երեխաների պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական նախաձեռնություններին։ Քննարկումը կազմակերպվել էր ներկայացուցիչների պալատի Ways and Means հանձնաժողովի շրջանակում եւ կենտրոնացած էր սոցիալական պաշտպանության, կրթության, բնակարանային ապահովման եւ խնամքի համակարգի բարեփոխումների վրա։ Բացման խոսքում հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է լսելու հենց այն երիտասարդների պատմությունները, ովքեր անցել են խնամակալության համակարգով։ Հանձնաժողովի դեմոկրատ ներկայացուցիչ Դենի Դեվիսը նշել է, որ ամեն տարի շուրջ 20,000 երիտասարդ դուրս է գալիս խնամակալության համակարգից առանց մշտական ընտանիքի։ Նրա խոսքով շատերը բախվում են կրթության կիսատ մնալու, վաղ ծնող դառնալու, հոգեբանական խնդիրների եւ նույնիսկ անօթեբանության վտանգին։ Նա կարևորել է, որ ներկայումս մշակված 6 երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությունները կարող են իրական փոփոխություններ բերել, եթե ապահովվի անհրաժեշտ ֆինանսավորում եւ քաղաքական կամք։ Հանրապետական ներկայացուցիչ Դերեն Լահուդը իր հերթին նշել է, որ հիմնական խնդիրներից մեկը բնակարանային ապահովումն է։ Նրա ներկայացրած տվյալներով խնամակալության համակարգից դուրս եկած երիտասարդների մոտ 35%-ը մինչև 21 տարեկանը բախվում է անօթեբանության։ Առաջին տիկին Մելանիա Թրամփն ընդգծել է, որ երեխաների պաշտպանությունը ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյական պարտավորություն է։ Նրա խոսքով յուրաքանչյուր երեխա պետք է ունենա անվտանգ միջավայր, կրթության հնարավորություն եւ կյանքի զարգացման հիմք։ Մելանիա Թրամփը ներկայացրել է իր Fostering the Future նախաձեռնությունը, որը նպատակ ունի խնամակալության համակարգից եկող երիտասարդներին ապահովել բարձրագույն կրթության հասանելիությամբ եւ օգնել նրանց դառնալ ֆինանսապես անկախ։ Նա նշել է, որ այժմ ծրագրին մասնակցում է ավելի քան 20 համալսարան ամբողջ Միացյալ Նահանգներում։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է լուրջ խնդիր։ Ըստ տվյալների, խնամակալության համակարգում մնացած մարդկանց միայն 3%-ն է ավարտում համալսարան։ Նրա խոսքով խնդիրը միայն կրթությունը չէ։ Այդ երիտասարդները բախվում են բնակարանի, ֆինանսների, տրանսպորտի եւ տեխնոլոգիաների հասանելիության լուրջ խնդիրների։ Օրենսդրական նախաձեռնությունները նպատակ ունեն ոչ միայն լուծել սոցիալական խնդիրները, այլև երկարաժամկետ հեռանկարում ապահովել ավելի կայուն եւ ինքնաբավ հասարակություն։ Լարվածությունը սրվում է Սպիտակ տան եւ Դաշնային պահոստային համակարգի միջև։ Նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոշտ հայտարարությամբ է հանդես եկել, սպառնալով հեռացնել Դաշնային պահոստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելին։ Ոչ միայն ղեկավարի պաշտոնից արդեն, այլ նաեւ ամբողջությամբ դուրս բերել նրան կառավարման խորհրդից։ Թրամփը այս հայտարարությունն արել է Fox Business հեռուստալիքին տված հարցազրույցում, ընդգծելով, որ պատրաստ է այս քայլին գնալ, եթե Փաուելը չհեռանա իր պաշտոնից ժամկետի ավարտից հետո։ Թրամփի վարչակազմը սկսել է նաեւ քննություն կապված Դաշնային պահոստի շենքերից մեկի վերանորոգման նախագծի հետ, որը նախագահի կարող էր արժանալ ընդամենը $2 միլիոն, սակայն իրականում հասել է միլիարդավոր ծախսելի։ Նախագահ Թրամփը փորձում է այս հարցը ներկայացնել որպես ապացույց Փաուելի կառավարման անարդյունավետության։ Այս ֆոնին Սպիտակ տունը առաջ է մղում իր թեկնածուին Քևին Որշին, ով դիտարկվում է որպես Փաուելի հավանական փոխարինող։ Եթե Փաուելը նաև հեռացվի Դաշնային պահոստի կառավարման խորհրդից, դա կարող է Որշին տալ ավելի լայն լիազորություններ իրականացնելու այն դրամավարկային քաղաքականությունը, որը ցանկանում է վարչակազմը։ Հատկապես կարևոր է տոկոսադրույքների հարցը։ Թրամփը բազմիցս է կոչ արել դրանք նվազեցնել խթանելու տնտեսությունը, մինչդեռ Փաուելը եւ Ֆեդի մյուս պաշտոնյաները զգուշացնում են, որ դա կարող է վտանգավոր լինել, հաշվի առնելով, որ գնաճը շարունակում է մնալ բարձր, գերազանցելով 2%-ի շեմը։ Քևին Որշի թեկնածությունը կքննարկվի Սենատի բանկային հանձնաժողովում ապրիլի 21-ին կայանալիք լսումների ընթացքում։ Վերջում մի պատմության մասին, որը կարող էր շատ սարսափելի ավարտ ունենալ։ Կալիֆոռնիայի Բեյ Արեայում տեղի ունեցած միջադեպը, որը ֆիքսվել է տեսախցիկով, այժմ տեղափոխվել է դատարան, ստանալով նոր զարգացումներ։
Ֆայերֆիլդ քաղաքում տեղի ունեցած տան ներխուժման գործով մեղադրվող 30-ամյա Ջեյսոն Թոմաս Նիկլսի դեմ ներկայացվել են նոր մեղադրանքներ, իսկ դատարանը զգալիորեն խստացրել է նրա նկատմամբ սահմանված գրավը։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին Բրբանկորտ փողոցի բնակարաններից մեկում, որտեղ Նիկլսը ըստ մեղադրանքի մոտեցել է տանդարանը եւ ռինգ տեսախցիկի միջոցով պահանջել ներս թողնել իրեն։ Սակայն մերժում ստանալուց հետո կոտրել է ապակե դուռը եւ ներխուժել տուն։ Այդ պահին ներսում եղել են հղի կին եւ նրա 5-ամյա որդին։ Երեխայի հայրը, որը կարճ ժամանակով դուրս է եկել տանից տեսախցիկների ուղիղ եթերով հետևել է տեղի ունեցողին ու շտապ վերադարձել, փորձելով պաշտպանել ընտանիքին։ Տանը տեղի ունեցել փոքր բախում, որի ընթացքում տղամարդիկ ստացել են գլխի վնասվածքներ։ Ըստ իրավապահների Նիկլսը ներխուժման ընթացքում բազմիցս սպառնացել է սպանել տան բնակիչներին եւ պահանջել է ներս թողնել իրեն։ Միջադեպի ընթացքում մեղադրյալը նաև իրեն ներկայացրել է որպես Հարի Դրեզդեն հայտնի գրական կերպարը եւ ցուցադրել է անկանոն վարք։ Նա այժմ մեղադրվում է մի քանի ծանր հանցագործությունների մեջ՝ բնակարանային ներխուժում, զենքով հարձակում, գույքի վնասում, սպառնալիքներ։ Բացի այդ, գործին ավելացվել է եւս մեկը 5-րդ մեղադրանքը, որը վերաբերում է անչափահասի նկատմամբ ոչ պատշաճ վարքին։ Ըստ ոստիկանության, այս նոր մեղադրանքը կապված է ապրիլի 5-ին տեղի ունեցած առանձին միջադեպի հետ, երբ վկան հայտնել է Նիկլսի եւ իր երեխայի միջև կասկածելի շփման մասին։ Դատավոր Վիլյամ Պենտաստասը որոշել է բարձրացնել մեղադրյալի գրավի չափը մինչև $250,000, սկզբում 35,000 էր, ընդգծելով, որ նա շարունակում է վտանգ ներկայացնել համայնքի եւ հատկապես տուժած ընտանիքի համար, որովհետեւ ապրում է հարևանությամբ։ Հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 23-ին։ Այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը, բայց դուք միշտ ապեք հեռանալ, հատկապես նրանք, ովքեր որ բաժանորդագրված չեն մեր ալիքին, գոնե հիմա վերջում կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ առասարակ խնդրանքս է բոլորին, երբ դիտում եք մեր նյութերը, անպայման սեղմեք լայք հավանելու կոճակը։ Դա հնարավորություն կտա մեզ ավելի լայն լսարանին հասանելի դառնալ։ Կանխավ, շնորհակալ եմ։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ այսօր էլ մեզ ուշադրությամբ հետևելու համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։